ընտրվելու դեպքում ձեր առաջին քայլերը տնտեսության եւ արտաքին քաղաքականության ոլորտներում որոնք են լինելու շնորհակալություն։ Նայեք, Հայաստանը պետք է դառնա արդյունաբերական երկիր։ Հայաստանը այս տարածաշրջանում մրցակցային առավելություն կունենա, եթե իսկապես դառնա արդյունաբերական երկիր։ Ադրբեջանը նավթի գազի վրա է կառուցել ամեն ինչ, Վրաստանը տրանզիտային ուղղակի փայլուն աշխարհագրություն ունի, Վրաստանը դրա վրա է կառուցում իր տնտեսությունը։ Մենք այդպիսի տրանզիտային բան չունենք հնարավորություն աշխարհագրություն եւ չունենք նավթ եւ գազ։ Ուրեմն մենք պետք է արդյունաբերական երկիր, արդյունաբերական երկիր դառնալու համար մենք պետք է ունենանք լավ կրթություն, իդեպ մեր մրցակցային առավելությունը նաև նրա մեջ է, որ ունենք կիրթ, գրագետ եւ աշխատասեր ժողովուրդ։ Մենք չպետք է դառնանք ծառայությունների երկիր, միայն ռեստորանների, ամեն ինչ իր տեղը ունի, բայց արդյունաբերությունը լրիվ ուրիշ որակ է հաղորդում երկրին։ Եվ սրան պիտի ասնենք, առաջի քայլերից տնտեսության մեջ դա լինելու։ Օրինակ ձեր մոտ ես այսօր հատուկ հետաքրքրվել եմ, ոչ միայն այսօր, այս միջև քարոզարշավը, աշխատող գործարան չկա։ Առանց պետական աջակցությամբ այստեղ ներդրումները քիչ են լինելու կամ չեն լինելու ընդհանրապես արդյունաբերական ոլորտում։ Խի են գալիս ստեղանում կտանեն Երևանում կանեն, ձեր ժողովուրդն էլ հետո կտեղափոխվի Երևան, կգնա այնտեղ աշխատի։ Եվ մենք ունենալու ենք քաղաք պետություն մոդել, որը լավ մոդել չի հեչ։ Ուրեմն տարածքային նակցություն ունենա, պետք է արտոնություններ տա, օրինակ մի երկու գործարան, 3 գործարան Մարտունի, մի 2-3 գործարան Գյավառում անպայման պետք է կառուցել։ Եվ սա առաջնահերթ հարցերից մեկն է լինելու։ Եվ կբեռնաթափի Երևանը, որովհետև Երևանը այսօր բավական պրոբլեմային է, տրանսպորտի հարցը դառել է մի ուղղակի շատ պրոբլեմային հարց։ Այլ հարցեր։ Ինչ, արտաքին քաղաքականությունը նայեք, կա մի սկզբունք, որը ես 10 տարի այդ սկզբունքն եմ տարել, մենք անունը դրել ենք կոմպլեմենտար քաղաքականություն։ Ինչ է սա նշանակում։ Երբեք մի խաղա մեծ պետությունների հակասությունների վրա։ Ուղղակի գլխիդ փորձանք ես բերելու։ Այն ժամանակ մեր հարևան Վրաստանը, Սաակաշվիլին հենց դա էր անում, մեծ գերպետությունների, աշխարհաքաղաքական կենտրոնների հակասությունների վրա էր խաղում, որ մեկից մի բան փոկի, մենք երբեք դա չենք արել։ Հակառակը, մեծ պետությունները նայեք, եթե նույնիսկ ունեն մեծ հակասություններ, բայց ունեն նաև ընդհանուր համագործակցության կամ ընդհանուր շահերի կետեր։ Մենք միշտ մտել ենք այդ ընդհանուր շահերի կետը, որտեղ մենք կարող ենք շահել։ Ռուսաստան, Միացյալ Նահանգներ, Ռուսաստան, Եվրոմիություն հարաբերություններում։ Երբեք չի եղել այլ կարգի խնդրեմ եւ չենք արել։ Ինչ է անում հիմա Հայաստանի իշխանությունը, մտնում է հենց բախման մեծ գերպետությունների բախման կետը։ Հենց արանքում է հայտնվում։ Եվ վերջի այս ուղղակի անհետեցությունը, օրինակ Ուկրաինայի նախագահ Զելենսկին այստեղ հրավիրելներ։ Այն հայտարարությունները, որը արվել է Հայաստանի տարածքից, ուղղակի անթույլատրելի է միջազգային հարաբերություններում։ Պաշտոնապես քո ռազմավարական դաշնակցի հետ, դաշնակցի նկատմամբ այդպիսի հայտարարություններ անել Հայաստանի հողի վրա, իրենք ինչ պիտի անեն Ռուսաստանի հետ բացատրվելու համար։ Իսկ ինչ է կարող անել Ռուսաստանը, ես վերջերս նաև թվերով եմ խոսացել։ Մեր արտաքին առևտրում, Ռուսաստանի արտաքին առևտրում Հայաստանը կազմում է ընդամենը 0.7%։ Եթե հանկարծ սա փակի, իրենք չեն նկատելու։ Բայց մեր մոտ պատկերացրեք ինչ է լինելու։ Ինչի համար դնել ռիսկի տակ դա։ Չմտնել ընդհանրապես ռուս-ուկրաինական հարաբերությունների արանքը, մի մտեք, ասենց լավ տեղ չի տանում դա։
Եվ տվյալ դեպքում, նայեք, եթե խնդիրներ լինեն, գինը դուք եք տալու։ Կարող է հետո ինչ որ բանը Նիկոլ Փաշինյանը ասի, դե սխալվել եմ, ուրիշ ձև եմ մտածել, բայց մարդ չի ուղղում իր սխալները, եթե այդ սխալների գինը ինքը չտալիս, այլ ուրիշներն են տալիս։ Ընտրություններից հետո ամեն բոլորիս հետաքրքրող հարցը Հայաստան ու Ռուսաստան հարաբերությունները ինչպես են փորձելու կարգավորել։ Ինչպես են կարգավորում։ Դուք ընդհանրապես այդ հարաբերություններին որևէ լարվածություն զգացել եք 98-2008 թվականին։ Դուք երևի չեք հիշում։ Բայց երևի դայլիչի մի մասը հիշում է։ Երբեք չի եղել։ Մենք միջին գազիկինը այդ 10 տարվա ընթացքում մոտարապես 50 քանի դոլարով են գազ առնում։ 3-4 անգամ ավելի էժան ենք առնում, քան օրինակ եվրոպացիք։ 3-4 անգամ։ Մասա նաև հարաբերությունների շնորհիվ էր, չէ՞։ Շատ մենք ունենք այդ հնարավորությունը օգտվել հսկայական շուկայից, ԵԱՏՄ-ի շուկայից։ Ոնց որ դու մի ճյուղի վրա նստած, այսօր վարչապետը ճյուղի վրա նստած, սղոցը ձեռին է ճյուղը կտրում է։ Ու սենց բանով, գիտեք, էնտուզիազմով է կտրում, սենց բան ջանասիրությամբ։ Կտրում է, բայց համոզված եմ այդ ճյուղը, որ այդ ճյուղից ինքը չի ընկնելու, մեր ժողովուրդն է ընկնելու, երկիրն է ընկնելու։ Ինքը ինչ որ միտեղ թռնելու է, դա վարպետ է, չէ՞ թռնելու։ Թռնելուն վարպետ է, ինքը միտեղ թռնելով է, բայց ժողովուրդը բանը երկիրը ճյուղից ընկնելու է։ Ու երբ փորձում ես հասկանալ, լավ, ինչի համար է այդ ջանասիրությունը, ինչի համար է, բացատրություն չունեմ։ Կամ հանձնարարել են, կամ իսկապես վերջերս շատ են խոսում, չէ՞ որ բանը այս Արևմտյան Ադրբեջանի մարզպետի կարգավիճակի համար է պայքարում։ Երևի ճիշտ են ասում։